Ռազմադաշտում զինվորների համար հաց թխող երիտասարդի մասին պատմող կինոժապավենն արժանացել է Վատիկանի հեղինակավոր Պարոլե Ապերտե մրցանակին։ Ռեժիսոր Արամ Մանուկյանի Սիգմա կարճամետրաժ ֆիլմը մարտի 14-ին ցուցադրվել էր Վատիկանի առաքելական գրադարանի Սիքստինյան սրահում։ Մենք բոլորս ենք այդ հերոսը, ուղղակի ֆիլմում ինքը հացտուխ է, գործողությունները տեղի ունենում վրանի մեջ, ինքը հաց է սարքում սահմանում կռվող, առաջնագծում կռվող զինվորների համար ու ամեն անգամ այդ հացը տանելուց, հետ վերադառնալուց հացերի քանակը պակասում է։ Այնքան մինչև մի հատ հաց է մնում, այդ իր հացն է։ Ինքն էլ այդ ժամանակ էլի դիլեմայի մեջ է հայտնվում, կամ զբաղվի այն նրանով, ինչի համար իրան Աստված ընտրել է, կամ զենք վերցնի։ Ռեժիսորը պարզաբանում է ֆիլմի վերնագիրը։ Սիգման այն մարդն է, որն իր հարմարավետությունը զոհում է հանուն ուրիշների։ Բացի այդ, հունական այս տառը քվանտային ֆիզիկայում կիրառվում է որպես բազմապատկման եւ բաժանման նշան։ Մեր գլխավոր դերասանը ֆիլմի Արսեն Միքայելյանն է, Գյումրու դրամատիկական թատրոնի։ Արսենի հետ մենք գաղափարը ծնվելուց սկսած 2 ամիս Zoom ու ձևաչափով մենք իրար հետ փորձեր ենք արել։ Արսենը եկավ նկարանման հրապարակ, միջև մնացած խումբը պատրաստվում էր ու սեթը կառուցում էր, մենք էլի շանս ունեցանք էլի փորձելու, այնքան լավ կազմակերպվեց ամեն ինչը, որ հասցրեցինք 3 օրում նկարել։ Սիգմայի բեմադրող օպերատորը Ռոմեն Ծատուրյանն է, նշում է կիրառել են եռաչափ կադրավորում, ինչը հնարավորություն է տվել նախ գումար տնտեսել, ապա նաև պատկերացնել ֆիլմը մինչև նկարահանման հրապարակ գնալը։ Դա էլ իր հերթին օգնել է 16 ժամում նկարել 37 րոպե օգտակար նյութ, որից ընտրել են 17-ը։ Վատիկանից առաջ ես մոտավորապես ավելի երկար մի 6-7 ամիս չէի նայել ֆիլմը, նայեցինք ու իմ վրա ինչ-որ էմոցիոնալ ազդեցություն ունեցավ, ինչը որ սովորաբար միջոցն է հանդիսանում, որ կանաս ճիշտ դատես արժի, ֆիլմը ընդհանրապես լավն է քո համար ֆիլմը, թե չէ, որովհետև երբ որ դու ֆիլմի process-ի մեջ ես, երբ որ դու աշխատում ես ֆիլմի վրա, ինքը քո վրա էմոցիոնալ ազդեցություն չի ունենում։ Կինոժապավենի ստեղծողները նշում են, առաջին ցուցադրության իրավունքը պատկանում էր Վատիկանին։ Ֆիլմը ոչ միայն ցուցադրվել, այլև մրցանակ էր ստացել։ Մեկ այլ կինոգաղափարով եղել են Կաննում, խոստանում են նոր հաղթանակներ։ Յուրա Վահանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։